Պարոն Ալեքսանյան, Գյումրիում քարոզարշավը մոտենում է ավարտին, քաղաքացիական պայմանագիրը ակտիվ քարոզչություն արեց այս ընթացքում եւ դեռ շարունակում է, ինչպես է գնահատում ընթացքը, ինչպիսին են գյումրեցիների արձագանքները։ Ընթացքը շատ լավ ու շատ դրական եմ գնահատում, մեր թիմը ամենօրյա ուղղակի հետպես ջերմության շատ մեծ դոզ է ստանում գյումրեցիներից ու դա չափազանց ուրախալի ու չափազանց հաճելի զգացողություն է, որովհետև գյումրեցիները գնահատում են ահռելի աշխատանքը, որ կառավարությունը 2018-ից ի վեր կատարել է Գյումրիում։ Ձեր մրցակիցները ամենօրյա ռեժիմով քննադատության են ենթարկում քաղաքական թիմին։ Ընդհուպ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցում այսօր նեղսրտել էր իրեն Վարդանիկ դիմելու համար, նաև անդրադարձել է ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեությանը, նշելով, որ ոչինչ չեն արել, Գյումրիում ինչ էլ արել են, իրենց ժամանակ են արել, կուզենայի լսել ձեր մեկնաբանությունները, ինչպես կարձագանքեք։ Առաջին մասով այդ Վարդանիկ դիմելա ձևի հետ կապված, եթե այդքան ներսրտում է, թողեք նրան այդպես չներկայացնի, էլի, հազար ներողություն։ Ինքը իր վիդեոներում բանում, ինքն իրան ռուսերեն մի հատ բան ուներ, չէ, վիդեո ուներ, ասում է Վագլավի Վարդանիկը, բան, դա չներկայացնի, եթե այդքան ներսրտում է, բայց ինչքան ես գիտեմ, ինչքան հայկական մամուլակարգություն, առհասարակ ինքը այդպես է հայտնի, որպես այդպեսին։ Ինչ վերաբերում է առհասարակ էպիցենտրերին ու մնացածին, մենակ դա չի ասել, էլի, ես նայել եմ այդ հարցազրույցը, ճիշտն ասած, այնտեղ կլյաուզնիկ բառն է օգտագործել, ուրեմն մարդը Գյումրու կենտրոնական հրապարակում կանգնած հանցագործության մասին հաղորդում է տալի, ասելով Սերժ Սարգսյանը պատրաստվում է իմ դեմ մահափորձ կատարի կամերաների առաջ, էլի, հետո օգտագործում է կլյաուզնիկ բառը, ես ճիշտն ասած չգիտեմ այդ ինչ երկերեսանիության բան է, բայց կամ կամերաների առաջ հանցագործության մասին հաղորդում մի տվեք, կամ հետո կլյաուզնիկ էպիցետը մի օգտագործեք։ Ես անձամբ ողջունում եմ, որ հրապարակային կամ թեկուզ գրավոր ձևով հաղորդում եք տալիս հանցագործության մասին, բայց չգիտես ինչի այդ հանցագործության մասին հաղորդում տվողները կամերաների առաջ, հետո մի ուրիշ կամերայի առաջ արդեն դառնում են խիստ կրիմինալ աշխարհայացքով տղերք, այտենց չի լինում, հազար ներողություն էլի իհարկե, այդ ենթամշակույթը կարելուց գոնե նորմալ կրեք, հաղորդումներ մի տվեք հրապարակային, կամ եթե չեք կրում, այդ էպիցետ ենթամշակույթին բնորոշ էպիցետներ մի օգտագործեք, որտեղ հազար ներողություն էլի, ասենց աբսուրդի ժանր չի, աբսուրդի թատրոն չի։ Ինչ վերաբերում է առհասարակ քննադատությանն ու մնացածին, ես ասեմ, ես դեռ շատ մեղմ եմ արտահայտվել իր մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ պիտակներ է ինքը օգտագործում մեր քաղաքական թիմի ու Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին, անկեղծորեն ասեմ, ինձ շատ զսպել եմ, որ շատ ավելի մեղմ արտահայտվեմ, եթե հանկարծ այդ պիտակները շարունակվեն կամ նմանատիպ ոչի էլի բաներ լինեն, շատ ավելի կոպիտ կարտահայտվեմ ու միջև այս նշածներից երևի թե երանի կտամ։ Ընդհանրապես իր տոնայնությունը ամբողջ հարցազրույցի ընթացքում եւ մի շարք այլ վիրավորական արտահայտություններ, որ ձեր քաղաքական թիմի հասցեին հնչեցնում է, ինչով կպայմանավորեք, գուցե քարոզարշավը ինչ հաջողության չի հասնում, գուցե զգում է պարտությունը, ինչ։ Դե շատերը դա կապում են հոգեկան անհավասարակշիռ վիճակի հետ, նաեւ, չգիտեմ, էլի մամուլում հրապարակումներ են եղել նրա հոգեկան աշխարհի հետ կապված առհասարակ, չեմ կարող ասել, հենց դրանով է պայմանավորված, թե դրանով չի պայմանավորված, բայց առնվազն պիտի ասեմ, որ այդ խոսույթը, որ ինքն է ունենում, առնվազն իրեն լավ տեղ չի տանելու ոչ մի պարագայում։ Իրեն լավ տեղ չի տանելու ու տանել չի կարող, որովհետև ինչ է նշանակում քաղաքական թիմին ասել թուրք քապատակ շուն։ Բա որ այդ մարդիկ էլ վեր կենան ու դնչկալ կապեն, ասենք դեմքիդ օրինակ, ու ցույց տան, թե ով է իրականում շունը։ Այդ ինչ կլինի որ։ Ինչ տեղի կունենա օրինակ դրանից հետո, որ մի հատ դնչկալ sense վերցնեն, հագցնեն։ Այդ արտահայտությունները տենց հենց չեն արվում, էլի օդի մեջ հետո էլ նեղանում, բա ինչ sense բան են ասել, ես տարի 20-ից բա։ Եկներեք, մենք երբեք ոչ մեկին առաջինը չենք ոչ որ բանում չենք մտել։ Հա, քաղաքական խոսույթ ունեցել են, կոռուպցիոներ բառներ են օգտագործել, այս մեկներն են օգտագործել, այդ մեկներն են օգտագործել։ Բայց եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինքը կարող խոսա ու պատասխան չստանա, շատ է սխալվում։ Ինչ խոսացել են, դրանից էլ մի բան էլ մի քիչ թեթև պատասխան են ստացել։ Եվ ընդհանրապես ոչ միայն Ղուկասյանը, ձեր մյուս մրցակիցները ևս այս ռետորաբանությունն են ընտրել, ինչով է սա պայմանավորված, ուրիշ արգումենտներ չկան, անընդհատ այսպիսի։ Դե իհարկե չկան, բայց այդ արգումենտներն են որպես այդպիսի նախր արգումենտ չեն,
Այն նորից եմ ասում Բերլին գրավող, չգիտեմ, այնտեղ Կարս գրավող, Անի գրավող տարիքով մարդը ինչի է իր տղային բանակից ազատել։ Հարց եմ տալիս, ինչի է իր տղային բանակից ազատել։ Ասում մի քանի երեխա ունի տղաս, հա, շատ լավ, Աստված պահի բոլորի երեխեքի 18 տարեկան ուներ այդ երեխեքը, չէ։ Էդ ինչ բան է, էլի, ասենք ուրիշի երեխեքի հաշվին Կարսը գրավեն, Կարինգը, հա, շատ լավ է, հաճելի, ընտիր իդեալական խոսույթ է, էլի, դու քո երեխեքին բանակից ազատես, ազգուտակից բանակից ազատես, մենք պիտի գրավենք, ում երեխեքի հաշվին պիտի գրավենք, ինչը պիտի գրավենք։ Ընդհանրապես սա համայնքապետի ընտրություններ են, բայց ամբողջ քարոզարշավը ոչ թե կոնկրետ ծրագրերի, Գյումրիում անելիքների մասին է ընդդիմադիրների կողմից, այլ բոլորովին այլ քաղաքական, նույնիսկ արտաքին քաղաքական բովանդակություն են հաղորդում սրան։ Արտաքին քաղաքական բովանդակությունը ո՞րն է, ընդհանուր միջև Ռուսաստանից Պետդումայի падգամավոր են բերել։ Ընդհանուր միջև ինձեր, չէ, ձեր նշած անձնավորությունը ասում են ինչ գործ ունի Գյումրիում։ Ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ։ Մենք այդ ընտրություններին մասնակցում ենք կուսակցությունը, ու ես որպես կուսակցության վարչության փոխնախագահ այդտեղ ներգրավվածություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր լինելով էլ ներկայացնում եմ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Կոնկրետ շրջանով չի հիմա падգամավորը ամբողջությամբ ներկայացնում Հայաստանի ամբողջ հանրապետությունը։ Այդ տենց տեղաբախի մի անգամ չասեցի, այդ խեք Ռուսաստանի Պետդումայից падգամավոր բերել, այդտենց կներեք էլի, ես չգիտեմ, այս բառամթերքը այլ բառամթերք չի, այդպես տեղավորվել է, որ պետքա ռուսական Պետդումայից падգամավոր գա Գյումրիում քարոզարշավի մասնակցի, բայց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի տենց ներկայությունը խիստ բան է։ Ընդհանրապես բոլոր ընտրություններին են ուժերը քաղաքական փորձել Ռուսաստանից տղա բերել շակերտավոր։ Դե այդ եմ ասում, այդ եմ ասում, ու իդեպ ես ձեզ ասեմ, ես ինչքան էլ որ մեր թիմի կողքին կանգնած եմ եղել այս ամբողջ ընթացքում Գյումրիում, ինչքան էլ որ շտաբային աշխատանքներում օգնել եմ մեր թիմին կազմակերպչական հարցերում եւ մնացածում, բայց փորձել եմ հենց բուն քաղաքական հրապարակային ելույթներ չունենալ, ասելով թող մեր գյումրեցիների հետ շփվեն, մեր ծրագրերը ներկայացնեն եւ մնացած, բայց տեսանք, որ մենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորներս չենք խոսում, դե Ռուսաստանի Պետդումայից են падգամավոր բերում ընտրությունների համար։ Այդտենց չի լինի, ժողովուրդ ջան։ Մեր հանրապետությունն է, մեր հանրապետության մարզերն են, մեր հանրապետության քաղաքներն են, բոլորի համար էլ պատասխանատու ենք, բոլորում էլ ներկայացված ենք ու բոլորում էլ ներկայացված ենք մեր երեսով։ Ուրիշների պես չի, որ Սերժի տեխնացուները ասում են մենք Սերժի հետ կապ չունենք, Քոչյանի տեխնացուները ասում են մենք Քոչյանի հետ կապ չունենք, մեր կուսակցությունով ենք մասնակցում ընտրություններին ու մեր կուսակցությունով էլ պատասխանատու ենք հետագա մեր կառավարման ընթացքի համար, իդեպ։ Քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է այդ ընտրական զարգացումներին, ինչու եմ հարցնում, որովհետև ձեր նշած քաղաքական ուժը Վարդան Ղուկասյանի մասին է խոսքը, ըստ մամուլի որոշ հրապարակումների հնարավոր է երկրորդ տեղ զբաղեցնելու պարագայում կոալիցիա կազմի այն մյուս ընդդիմադիր թեկնածուների հետ։ Դե հնարավորն է, դա գրեթե ամբողջությամբ հաստատված փաստ է, որ Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը առնվազն երկուսը, այստեղից արդեն հաստատված է, որ միանշանակ միանալու են Վարդան Ղուկասյանին, այն մեկն էլ դեռ այդ հարցին չի պատասխանում, բայց առնվազն բոլորի համար ակնհայտ է, որ այս երեքը անցողիկ շեմը հաղթահարել պարագայում իրենց քվեները հավաքանու տալու են Վարդան Ղուկասյանին։ Հիմա թե դա ինչպես կձևակերպեն, այնտեղ մարդիկ կան, որ նաև անձնական անհամատեղելիություն են, գուցե իրենք անձամբ մանդատը դնեն, իրանց թիմը ընտրի, իրանց տեղ ուրիշ ավականի գա ու ամբողջ թիմը ընտրի, գուցե ինչ-որ ուրիշ մախինացիաներ անեն, բայց փաստը ակնհայտ է, որ այս երեք ուժերը միանշանակորեն իրանց բոլոր ձայները տալու են Վարդան Ղուկասյանին։ Իսկ ձեր թիմի անելիքը որն է այս պարագայում։ Մեր թիմի անելիքը ի սկզբանե էլ առանց այս ամեն ինչի էլ, այս ամեն ինչով էլ եղել ու մնում է հետևյալը. Գյումրեցուն հորդորել, որ մեզ տա 50+% քվե։ Ակնհայտ է, որ մենք առաջատարում ենք այս ընտրության, կլինի 50+, թե չի լինի 50+, կորոշի գյումրեցին, բայց ես կարծում եմ, որ գյումրեցին բավականաչափ խոհեմ է ու ճիշտ ընտրություն կկատարի մարտի 30-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1